պետական հիմնադրամի միջոցով առանց անհարմար զգալու վերագրում է իրեն, պետք է ունենան առնվազն ամոթ, որպեսզի Բարգավաճ Հայաստանի հիմնադիր նախագահի կատարած գործերը եւ տրակտորներ, եւ շտապօգնության մեքենաներ, եւ բազմաթիվ այլ գործեր չվերագրել իրեն։ Առնվազն մարտի ճակատին, եթե տեղ կա այնտեղ ինչ-որ բան դեր գրելու, պիտի միակ ամոթ գրվի, եթե տեղ մնացել է այդ գրատախտակին, որ հասկանա, որ դա առնվազն ազնիվ չէ։ Կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության անունով արած գործերը վերագրել իրեն, բայց ես էլի եմ կրկնում, մեր խնդիրը իրենք չէր, մեր խնդիրը իրենց արած ու չարածը չէ, տեսնում ենք, եթե արված լիներ, Գյումրին այսօր այս վիճակում չէր լինի, մեր խնդիրը այսօր ասելն է, որ Բարգավաճ Հայաստանը իր թիմով մեկ խնդիր ունի, դառնալ գյումրեցու իրական գործընկերը, Գյումրին վերադարձնել գյումրեցիներին, որովհետև մինչև այսօր Գյումրի քաղաքապետներ մտածել են, թե իրենք Գյումրու տերն են և գյումրեցիները իրենց ենթակա են։ Մենք այնպիսի բաներ եք լսում, որ քաղաքապետարան մտնելը ոնց որ ես չգիտեմ Կոլիզեի կամ Սպիտակ տուն մտնես մի քանի շարք թիկնապաների միջով պիտի հաղթահարես, որ կարողանաս մտնես։ Այդպես չպիտի լինի, մենք ասում ենք, մենք որևէ խնդիր չունենք։ Բարգավաճ Հայաստանը հզոր, ուժեղ, ինքնաբավ կուսակցություն է։ Բարգավաճ Հայաստանը այն կուսակցությունն է, որի ստեղծման ակունքներում կանգնած Գագիկ Ծառուկյանը ստեղծել է այնպիսի արժանապատիվ ուժ, որը չի գալիս թալանելու, չի գալիս այս եղած փոքր բյուջեներ սեփականաշնորհելու, այլ գալիս է մի բան էլ եղածին ավելացնելու, այլ գալիս է եղածը արդարաբար տնօրինելու և Գյումրին նախ առողջացնելու, հետո նոր զարգացնելու և ոտքի կանգնեցնելու։ Գյումրին ես ամեն օր նայեք ձեր կողքերը, ամեն օր արտագաղթի ավտոբուսները ամենաշատը հենց Շիրակի մարզից և Գյումրիից են մեկնում, այդպես չպիտի լիներ։ Մենք ունենք, այո, մենք իհարկե հասկանում ենք, որ մի քաղաքում խնդիր լուծելով ողջ հանրապետության խնդիրները չես լուծվի։ Հանրապետություն, որը այս իշխանության ձեռքին քանի տարի արդեն վիզը կոտրած չի կարողանում ոտքի կանգնել։ Իրենք մտածում են, որ վարչապետ փոխելով, չգիտեմ, X-ի փոխարեն Y-ին նշանակելով կարողանալու են հարցեր լուծել, ոչ, քանի դեռ երկրում գործում է արատավոր համակարգ, քանի դեռ գորը նստած չէ բանտում, քանի դեռ պետության փողերը գողացածները այսօր իրենց գումարները վայելում են, 10 անգամ վարչապետ փոխեք, միևնույն է, ոչինչ չի փոխվելու։ Նոր վարչապետը ասեց, թարգեք պրիմիտիվ գողությունը, բայց էլիտար գողությունը ով է թարգելու, սա երկիրը թալանվում է, կոռուպցիան ամբողջ պետական համակարգը ծերից ծեր կոռոզիա է ենթարկել։ Ես կրկնում եմ, անձերի փոփոխությամբ որևէ բան չի փոխվելու, քանի դեռ մեր երկրում գործում է կրիմինալի խաղի կանոնը, քանի դեռ մեր երկրում գործում է մեր դեմ խաղ չկա, քանի դեռ մեր երկրում կան օրենքից վեր մարդիկ, կան մարդիկ, ովքեր միայն իրենք իրավունք ունեն այս կամ այն ապրանքը ներկրելու, խոսում են մենաշնորհի դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար, դա տարկ խոսքեր է, համակարգը չփոխվեց, այս իշխանությունը ոտից գլուխ չփոխվեց, անձերի փոփոխությունը ոչինչ չի տալու, և պատահական չէ, որ Բարգավաճ Հայաստանի կարգախոսը բոլոր են քաղաքներում, համայնքներում, գյուղերում, որտեղ մենք դրել ենք թեկնածուներ, հետևյալն է, Գյումրիում սկսենք Գյումրիից, Վանաձորում սկսենք Վանաձորից, Ախուրյանում, որտեղ մենք առաջադրել ենք մեր թեկնածուին, սկսենք Ախուրյանից, բոլոր տեղերում սկսենք մեր քաղաքից, այս քաղաքից, որպեսզի հետո կարողանանք ապրիլի 2-ին փոխենք այս իշխանությունը խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Սիրելի գյումրեցիներ, մենք ելի եմ կրկնում, շատ քաղաքական ուժեր կգան, կխոսան, կխոստանան։ Դուք ինչու պիտի վստահեք Բարգավաճ Հայաստանին, կարող եք այդ հարցը տալ ձեզանից յուրաքանչյուրը։ Ես շատ բան չեմ ուզում ասել, մեկ բան կարող եմ ասել, ցանկացած քաղաքական ուժ իր գործունեության ընթացքում կարող է և սխալներ ունենալ, և ինչ-որ միտեղ, ինչ-որ մի քայլ չաներ այնպես, որ ծրագրել էր, կամ գերագնահատել իր ուժերը։
ուժերը, կամ թերագնահատել ես իշխանությանը, որը ընդունակ է գնալու միջև վերջ, բայց էլ եմ կրկնում, Բարգավաճ Հայաստանը այն քաղաքական ուժն է, որի վրա չկա թալան, որի վրա չկա արուն։ Ես սա ասում եմ բաց ճակատով, կանգնած ձեր դիմաց, կրկնում եմ, Բարգավաճ Հայաստանի վրա չկա թալան, որը կա մնացած բոլոր քաղաքական ուժերի վրա հիմնականում Բարգավաճ Հայաստանի վրա չկա արուն։ Այնպես որ են քաղաքական ուժերը, որ գալիս եմ ձեզանից քվե են խնդրում, թող մի հատ մտածեն իրենց անցյալի մասին, իրենց ներկայի մասին, նոր մտածեն, իրավունք ունեն կանգնելու եւ բաց ասելու։ Մենք գալիս ենք Գյումրին վերադարձնելու Գյումրեցուն։ Սա է մեր առաքելությունը։ Եվ ես ել եմ կրկնում, Վարդան Գրիգորյանը կմտնի Գյումրու քաղաքապետարան, միայն որպես քաղաքապետ, այլ տարբերակ Բարգավաճ Հայաստանի համար չկա։ Եվ ես վստահ եմ, ես հավատում եմ, ես ինքս Գյումրեցու հարս եմ, ես հավատում եմ Գյումրեցու թասիբին, Գյումրեցու արժանապատվությանը, Գյումրեցին թույլ չի տալու, որ իր հետ խոսեն տիրոջ սկզբունքով, որ ասեն ես տերն եմ, դու իմ ծառան ես, արժանապատիվ Գյումրեցին, հոկտեմբերի 2-ին վստահաբար կատարելու է արժանապատիվ ընտրություն, որովհետև մենք ունենք իսկապես արժանապատիվ թեկնածու, իդեմս Վարդան Գրիգորյանի, մենք ունենք ահակագնած ենք մեր համամասնական ցուցակի, մեր ավականիների թեկնածուները, Արմենը, մեր Տիկին Աստոյանը, մեր մնացած թեկնածուները, ամեն մեկը մի մաքուր, ամբասիր կենսագրություն ունեցող մարդիկ են, իրանք էլ որ կենսագրություն ունենային, Բարգավաճ Հայաստանի կենսագրությունը չէին սեփականաշնորհի եւ չէին ներկայացնի որպես իրենց կենսագրություն, հասկանում եք, կենսագրություն չունեն, ասելու բան չունեն ու ցույց տալու, հպարտանալու բան չունեն, դրա համար Բարգավաճ Հայաստանի Գագիկ Ծառուկյանի արածը ներկայացնում են որպես իրենց արած ամոթ է պետք ունենալ, բայց դե հասկանում ենք, կենսագրություն ունենային, արած դրած ունենային, դա կներկայացնեին։ Նորից հորդորում եմ ձեզ, հոկտեմբերի 2-ին միասին մենք պիտի Գյումրում, սկսելով Գյումրիից, կարողանանք մեր երկրի կոտրած որնաշարը ոտքի կանգնեցնել եւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններով ավարտել իշխանափոխության այստեղից, Գյումրիից, Վանաձորից, Ղափանից, մնացած տեղերից սկսված գործընթացը։ Սեպտեմբերի 18-ին մի քանի համայնքներում ընտրություններ էին։ Բարգավաճ Հայաստանը բավականին լուրջ արդյունքներ արձանագրեց։ Ես վստահ եմ, որ նման լուրջ արդյունքներ արձանագրելու ենք մենք նաև Գյումրիում, Վանաձորում, մնացած համայնքներում,